Ինչ է ներկայացնում 12 թիվը Աստվածաշնչում։ 12 թիվը ներկայացնում է Քրիստոսի եկեղեցին։ Հիսուս ուներ 12 առաքյալներ։ Երկնքից իջնող նոր Երուսաղեմ քաղաքի դռների վրա գրված պիտի լինեն Իսրայելի 12 ցեղերից յուրաքանչյուրի անունը։ Հին կտակարանի մեջ Իսրայելը ուներ 12 ցեղեր, որոնք կազմում էին հին կտակարանի եկեղեցին։ Քրիստոսի ընդհանուր եկեղեցու ակնարկությունն է 144,000 թիվը, որ 12,000 թվի կրկնապատկումն է, այսինքն 12 անգամ 12,000, որ հավասար է 144,000-ի, ինչը որ ցույց է տալիս, թե խորհրդանշական թիվ է եւ ներկայացնում է Քրիստոսի բոլոր հավատացյալներին, նաեւ ներկայացնում է Աստծո արքայությունը եւ իշխանությունը։ Նոր Երուսաղեմ քաղաքը, որ Աստծո մոտից պիտի իջնի, պիտի ունենա մեծ ու բարձր պարիսպ 12 դռներով եւ որոնց վրա պիտի լինեն 12 հրեշտակներ։ Քաղաքի պարիսպը պիտի ունենա 12 հիմնաքարեր, որոնց վրա պիտի գրված լինի Գառնուկի 12 առաքյալների անունները։ Քաղաքի 12 հիմնաքարերը 12 թանկագին քարերով զարդարված պիտի լինեն։ Քաղաքի մեջ պիտի լինի կյանքի ծառը, որ տարին 12 անգամ պտուղ պիտի տա։ Ներկայացնում է նաև փրկության եւ փրկվածների վարձատրությունը։ Հովհաննես առաքյալը խոսում է կնոջ մասին, որ արևը հագած էր եւ լուսինը առած իր ոտքերի տակ եւ գլխին ուներ 12 աստղերով պսակ։ Հիսուս հաստատում է, թե 12 առաքյալները պիտի նստեն 12 գահերի վրա, դատելու համար Իսրայելի 12 ցեղերին։